երեխան քնում է ծնողների սենյակում, նույնիսկ մինչև դպրոց գնալը։ Առանձնացնելը ոչ թե դա երեխայի խնդիրն է, այլ հաճախ երեխային առանձնացնելը դա ծնողի խնդիրն է։ Շատ ծնողներ նույնիսկ մոտենում են տեսնել երեխան արդյոք շնչում է։ Կանայք նման կերպով փորձում են հրաժարվել սեռական հարաբերություններից եւ երեխային կարծես օգտագործում են որպես վահան։ Ծնողի չստացված կյանքի համար երեխան դառնում է ակամա պատասխանատու։ Ինչ կա որ թող բնական է, թող թեկուզ տեսնի ծնողների մերկ կամ կիսամերկ վիճակը, բնական են համարում սեռական հարաբերությունները սենյակում, որտեղ քնած է երեխան։ Երեխան դա կարող է ընկալել բռնություն ծնողներից մեկի հանդեպ, կարող է երեխայի մոտ շատ տարբեր վախերի, գիշերային անքնության, մղձավանջերի, անհանգստության պատճառ հանդիսանալ։ Կարող է դա բերել սեռական վարքային շեղումների, մասնավորապես այնպիսի մի շեղման, որը կոչվում է վոայերիզմ։ Աղճատված պատկերացումներ, համոզմունքներ ձևավորել սիրո, ծնողական, ամուսնական հարաբերությունների։ Գիտեիք, որ երեխաների մոտ սեռերի եւ սեփական մարմնի հանդեպ հետաքրքրությունը սկսվում է դեռևս 3-4 տարեկանից։ Եվ երբ մենք այդ ժամանակահատվածում սկսում ենք երեխաներին որպես կանոն պատմել արագիլների, կաղամբների մասին, մենք կորցնում ենք ամենակարևորը՝ վստահությունը։ Իսկ հետագայում երեխան այլևս կդադարի հարցեր տալ ծնողներին։ Եվ հետազոտությունը պարզել է, որ այն երեխաները, որոնց հետ ժամանակին ծնողները զրուցել են բաց եւ անկեղծ եւ տվել իրենց հուզող հարցերի պատասխանները իրենց տարիքին համապատասխան, այդ երեխաները սկսել են իրենց սեռական կյանքը ճիշտ ժամանակին եւ մեծացել են շատ ներդաշնակ եւ առողջ։ Մեր գիշերային զրույցների ընթացքում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Շատ ընտանիքներում երեխան ծնվելուց հետո երկար ժամանակ շարունակում է քնել ծնողների ննջասենյակում, իսկ երբեմն նույնիսկ անկողնում։ Ոմանք սա համարում են բնական ու հարմար, իսկ մյուսները պարզապես անընդունելի։ Որն է սահմանը հարմարավետության ու սխալի միջև եւ երբ պետք է մտահոգվել, ինչ ազդեցություն կարող են ունենալ նման սովորությունները երեխայի հոգեբանական ու սեռական զարգացման, անձնական սահմանների ու հետագա հարաբերությունների վրա։ Այս ամենի մասին խոսելու ենք հոգեբան Թագուհի Մակարյանի հետ։ Տիկին Մակարյան, բարի կես գիշեր, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, շատ բազմաշերտ պատճառներ պարունակող հարցի մասին ենք այսօր խոսելու եւ այո, այս հարցի պատճառները կարող են լինել շատ տարբեր, մշակութային պատճառներից, սոցիալ-տնտեսական, տեխնիկական պատճառներից մինչեւ ծնողների անձը եւ անձնային առանձնահատկությունները։ Կարծում եմ մենք այսօր երևի թե կխոսենք այն խումբ պատճառների մասին, որոնք ենթադրաբար պայմանավորված են ծնողական մոտեցումներով, ծնողավարության մոտեցումներով եւ ծնողների հոգեբանական պատճառներով, ինչպես բաց թողնել երեխային։ Տիկին Մակարյան, արևմտյան մշակույթում, մասնավորապես ԱՄՆ-ում, Եվրոպայում, ընդունված է երեխային հենց ծնված իսկ օրվանից կամ շատ վաղ տարիքից առանձնացնել։ Հայկական իրականության մեջ ճիշտ հակառակն է։ Երեխան քնում է ծնողների սենյակում, նույնիսկ մինչև դպրոց գնալը։ Եվ շատ դեպքերում նույնիսկ քնում է ոչ թե միայն ծնողների ննջասենյակում, այլև անկողնում։ Ինչ է սա ձեր տեսակետից։ Գերխնամք է, մենտալիտետ է եւ որ մոդելն է վերջապես համարվում հոգեբանորեն ճիշտ։ Եկեք այսպես ասենք, որ երբեմն, որովհետև մեր մշակույթում էլ որոշակի փոփոխություններ կան, հաշվի առնելով, որ մենք ավելի հարում ենք արևելյան մշակույթին, հետևաբար մեզ ավելի դժվար է բաց թողնել երեխային եւ վստահ եմ, որ ձեր պրակտիկայում եւս եւ մեր պրակտիկայում եւս բազմաթիվ են այնպիսի կլինիկական դեպքեր, որ հաճախ երեխային առանձնացնելը ոչ թե դա երեխայի խնդիրն է, այլ հաճախ երեխային առանձնացնելը դա ծնողի խնդիրն է։ Եվ ծնողը կարծես թե երեխային իր
մոտ բերելով փորձում է վերագտնել իր ապահովության զգացումը, այսինքն հանգստացնել ինքն իրեն։ Եվ որոնք կարող են լինել ձեր նշած այդպիսի դժվարությունները, թե ինչու ծնողը չի կարողանում բաց թողնել երեխային, դրա հիմքում կարող ենք առանձնացնել մի խումբ պատճառներ։ Առաջինը, որ հաճախ դա կարող է վկայել զույգային հարաբերություններում տարբեր խնդիրների մասին, կոնֆլիկտների մասին, հուզական սառը հարաբերությունների մասին եւ ակամայից երեխան փորձում է այդ հուզական դատարկությունը ծնողների լրացնել իր ներկայությամբ։ Երբ որ մենք ասում ենք միևնույն անկողնում, մենք խոսքը չի գնում ֆիզիկական տարածքի մասին, որը որ հաճախ ստիպված են ծնողները կիսել կամ ցանկանում են ծնողները կիսել երեխայի հետ, այստեղ խոսքը գնում է ընտանեկան սահմանների, ինտիմ սահմանների մասին եւ հաճախ երբ որ մենք խոսում ենք դրա հետևանքների մասին, վնասող հետևանքների մասին, հենց շեշտում ենք հենց դա, որ ընտանիքում երեխայի եւ ծնողների միջև խախտվում է ընտանեկան սահմանները եւ առհասարակ սահմանները։ Եվ հաճախ ծնողին թվում է, երբ որ ծնողներին մեզ թվում է, որ հաճախ երբ որ այդ սահմանափակումները եւ այդ սահմանները դրված չեն երեխա եւ ծնող հարաբերություններում, դրանք ավելի մտերմացնում են հարաբերությունները։ Անշուշտ դա այդպես չէ, որովհետեւ հաճախ այդ սահմանների խախտումն է, որ երեխայի մոտ ձևավորում է անապահովության եւ անվտանգության զգացում, եւ այդ սահմանների առկայությունն է, որ երեխային տալիս է անվտանգություն։ Եվ մյուս կարևոր բանը, որ հաճախ մենք պետք է իմանանք, որ ընդհանրապես ընտանիքի ներսում գործում են տարբեր ենթահամակարգեր՝ ամուսնական հարաբերությունների համակարգ, ծնող-երեխա հարաբերությունների համակարգ եւ երեխաների համակարգ։ Եվ երբ որ երեխան հայտնվում է ամուսնական հարաբերությունների համակարգում, արդեն այն դերերը, այն պահանջները, որոնք տվյալ հարաբերություններից են բխում, կարծես թե խախտվում են։ Եվ մյուս կարևոր գործոնը, որ նույնիսկ մեր պրակտիկայում այսպիսի դեպքեր կան, որ ծնողը չի կարողանում առանձնանալ երեխայից, որովհետև հանկարծ գիշերը իր հետ երեխայի հետ ինչ-որ բան կպատահի։ Շատ ծնողներ նույնիսկ մոտենում են տեսնել երեխան արդյոք շնչում է, այսինքն դա խոսում է ծնողի տագնապայնության, խոր անհանգստության զգացումների մասին եւ դա բնավ երեխայի խնդիրը չի։ Բայց ակամայից, երբ որ երեխան հայտնվում է ծնողների հետ նույն տարածքում, այստեղ մենք կարող ենք խոսել այն տարբեր խնդիրների եւ հետևանքների մասին, որը վստահ եմ, որ հիմա ձեզ կհետաքրքրի։ Կա արդյոք որոշակի սահման տարիքային առումով հոգեբանական տեսակետից, որ մինչև այս տարիքը երեխան կարող է քնել ծնողների ննջասենյակում եւ դրանից հետո արդեն կարմիր գիծ է ու պետք է երեխան անպայման քնի առանձին իր սենյակում։ Ընդհանրապես, ինչպես դուք նշեցիք, որ դա երբեմն կարող է մշակութային մոտեցումներով պայմանավորված լինել, բայց եթե մենք ավելի հարենք հետևյալ մոտեցման, թե որ տարիքում է երեխան առավել ինքնուրույն, այս առումով կան հետազոտություններ, բնականաբար գիտահեն, որ երեխայի ինքնուրույնության մասին, երբ որ մենք խոսում ենք, ավելի շատ խոսում ենք որոշակիորեն ոնց որ 1-ից 3 տարեկան ժամանակահատվածը։ Կդժվարանամ ասել եւ չեմ ուզենա ծայրահեղացնել, որ երբ որ մենք խոսենք ավելի արևմտյան մշակույթում ընդունելի տարբերակի մասին, որ օրինակ մինչև 1 տարեկանը կարելի է երեխային առանձնացնել, դա նույնիսկ տեխնիկական առումով հարմար չէ երեխային անդադգիր կառնել, երեխային կերակրել եւ այլն, այսինքն դա բավականին խոչընդոտներ է ստեղծում եւ ուզում եմ նշել նաեւ մեկ այլ մոտեցման մասին, որ որոշակի տարիքում երեխայի հետ համատեղ քունը համարվում է ճիշտ, երեխայի հետ ճիշտ հուզական կապ ստեղծելու, երեխայի ապահովության եւ ջերմության զգացում հաղորդելու եւ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք կարող ենք խոսել երեխային առանձնացնելու մասին 1-ից 3 տարեկան ժամանակահատվածում։ Մենք հոգեբանության մեջ ընդհանրապես առանձնացնում ենք երեխայից հուզական եւ հոգեբանական անջատման 2 խոշոր տարիքային փուլեր։ Առաջինը մինչեւ 3 տարեկան ժամանակահատվածն է, երբ որ տեսեք մենք նույնիսկ ֆիզիկապես երեխային մեր գրկից վար ենք դնում, որովհետեւ երեխան սկսում է քայլել, ավելի ինքնուրույն է դառնում, երեխան իր մասին խոսում է արդեն ես ինքս, ձևակերպումն է առաջանում, իր մասին խոսում է արդեն եսի տեսակետից, այդ ժամանակ, երբ որ երեխան ի վիճակի է ինքնասպասարկման, ինքնուրույնության եւ հոգեբանական որոշակի հասունության, այդ տարիքում միգուցե երեխան ավտոմատ արդեն ուղղակիորեն պատրաստ է դառնում առանձին տարածքում լինելու։ Այստեղ կուզեի նշել ոչ թե որ տարիքից, այլ ինչպես ենք մենք պատրաստում երեխային եւ որ երեխան, որտեւ
այդ տարիքային սահմանումը միշտ չի, որ ֆիզիկական տարիքի հետ է կապված, երբ է երեխան պատրաստ անջատվել ծնողներից եւ երբ են ծնողները պատրաստ անջատվել երեխայից։ Ես կարծում եմ դա ավելի համապատասխանում է 1-ից 3 տարիքային ժամանակահատվածում։ Դա նաև արտահայտում է այն միտքը, որ դրանից հետո երեխային պետք է սովորեցնել այս ճանապարհ ինքնուրույնության։ Այո, որովհետև շատ դեպքերում այդ սահմաններն է խախտվում նույն երեխային, օրինակ մայրերը կարծում են, որ ավելի հանգիստ են, երբ որ երեխան կողքին է կերակրելու առումով, թեկուզ եւ բայց նաև աստիճանաբար պետք է մենք սովորեցնենք երեխային ինքնուրույնության եւ կարծում եմ այդ տարիքը պատահական չի ընտրված, որ դրանից աստիճանաբար մայրը պետք է սովորեցնի երեխային համամիտեմ ծնողի զգայունությունը եւ նաեւ տեղեկացվածությունը եւ ներքին հոգեբանական պատրաստվածությունը լինել համահունչ երեխայի ֆիզիկական եւ հոգեբանական հասունացմանը, որովհետեւ շատ հաճախ մենք տեսնում ենք շատ արդեն երեխաներ, ովքեր դպրոցահասակ են, երեխաներ, ովքեր 10 տարեկան են ու նույնիսկ ծնողը իր խոսքում ձևակերպման մեջ մենք երևի թե բոլորս ենք հաճախ լսում այսպիսի ձևակերպումներ երեխայի մասին խոսելիս ասում է մենք Այսինքն սա շատ անմեղ խոստովանություն է նրա մասին, որ այդ անջատումը երեխայից դեռևս տեղի չի ունեցել եւ երբ որ երեխայի մասին մենք խոսում ենք եսով, մենքով, ապա մենք չենք կարևորում ակամայից նրա անհատականությունը, նրա ինքնուրույնությունը, նրա մեծանից առանձին լինելը։ Երկրորդ խորքային հոգեբանական անջատումը տեղի ունենում հոգեբանության մեջ ընդունված է դա ասել սեպարացիա, տեղի ունենում դեռահասության տարիքում եւ դա վերջին անջատումն է եւ սովորաբար երբ որ առաջին անջատման դեպքում ծնողը եւ երեխան պատրաստ չեն եղել այդ սահուն անջատմանը եւ հոգեբանական տեսակետից ճիշտ անջատմանը, ապա դեռահասության տարիքում եւս այդ անջատումը պետք է լինի խոչընդոտներով լի։ Եվ այստեղ շատ կարեւոր է ծնողի գիտակցումը եւ ծնողի համապատասխան վերաբերմունքը երեխայի տարիքային զարգացմանը եւ հոգեբանական հասունացությանը համապատասխան։ Տիկին Մակարյան, շատ մայրեր նշում են իրենց խոսքում, իրենց մտավախությունները, բա որ երեխան բացվի, բա որ հանկարծ կարող անկողնուց ընկնի եւ նմանատիպ այլ մտավախություններ։ Սա ինչ է ավելի շատ, տագնապ է, անվստահություն է, վախ է, սա մի կողմից, մյուս կողմից նաեւ հաճախ դա արդեն մենք մեր պացիենտների հետ զրուցելիս ենք նկատում, կանայք նման կերպով փորձում են հրաժարվել սեռական հարաբերություններից եւ երեխային կարծես օգտագործում են որպես վահան։ Ձեր պրակտիկան ինչ է հուշում։ Կարծես թե դուք բոլոր այդ հիմնախնդիրներին դրա ներքո ընկած անդրադարձաք, ես այստեղ կարող եմ ավելացնել, որ այո, հաճախ ծնողի տագնապն ու անհանգստությունը եւ նաեւ երեխային բաց թողնելը կարող են խոչընդոտել, կարող են հանդիսանալ պատճառ, որպեսզի ծնող երեխային իր տարածքում պահի, բայց ով է ծնողը, ծնողը այն մեկն է, ով ունի իր որոշակի անձնական պատմությունը, այսինքն հաճախ ծնողավարության մասին պատկերացումները, հոգատարության եւ սիրո մասին պատկերացումները ձևավորվում են ծնողի ծնողական ընտանիքում։ Եվ եթե ծնողը իր ծնողական ընտանիքում ունեցել է տարբեր խնդիրներ, հուզական ջերմության, հոգատարության պակաս, երբեմն դա կարող է դառնալ կոմպենսացիայի ձև, ավելին սեփական երեխային տալու, հանկարծ այդ պահանջված եւ ցանկալի սիրուց նրան չզրկելու եւ հակառակը մենք հաճախ որպես ծնողներ մոդելավորում ենք այն նույն ծնողական մոտեցումները համակարգը, ինչպիսին որ մեծ են մեր ծնողները մեծացրել, այսինքն դա կարող է ուղղակի լինել կրկնվող եւ մոդելավորված վարք։ Մենք նաեւ երեխային բաց չթողնելու հիմնախնդրի համատեքստում ավելացնեմ եւս մի բան, որ այս երևույթը նաեւ շատ հանդիպում է ամուսնալուծված ընտանիքներում, երբ որ ծնողը կարծես թե ունենում է մեղքի զգացում, նրա հետ կապված, որ ծնողներից մեկը բացակայում է երեխայի կյանքում եւ այդ բացակայությունը փորձում է լրացնել եւ իր բացակայությունը եւ երեխայի տվյալ ծնողի հետ սահմանափակ շփումը կամ շփման բացակայությունը փորձում է լրացնել երեխայով։
Մյուս շատ կարևոր պատճառներից մեկն էլ ուզում եմ նշել, հատկապես մեր օրերում շատ հանդիպող, դա այն է, որ ծնողները հաճախ իրենց բազմազբաղ կյանքում կարծես թե չեն ունենում բավարար ժամանակ երեխային տրամադրելու եւ այդ ժամանակը շատ համապատասխանում է, համընկնում է երեխայի քնի ժամին։ Եվ դա կոմպենսացնելու եւ այդ ժամանակը երեխայի շատ սպասված եւ ծնողի շատ սպասված երեխային տալու համար ծնողը փորձում է դա կազմակերպել երեխայի քնի հաշվին, այսպես ասած, եւ նրան իր գիրկը առնելով, քնելով փորձում է կոմպենսացնել այն բացը ծնողական ուշադրության, ծնողական սիրո եւ ծնողական հոգատարության։ Ինչպես մենք այդ բոլոր օրինակներում տեսնում ենք, հիմքում հաճախ ընկած է ծնողի նաև դժվարությունը երեխային բաց թողնելու, բայց մի շատ կարևոր ուղերձ եմ ուզում դրա հետ կապված ասել, որ առողջ սերը դա նաև ժամանակին բաց թողելն է եւ պատրաստվելն է այդ բաց թողնելու գործընթացին, ինչը որ կօգնի, որպեսզի երեխան ավելի անվտանգ եւ ավելի ապահով մեծանա, որովհետեւ առողջ կապվածությունը նշանակում է ապահովության եւ անվտանգության միջավայրի ստեղծում երեխայի համար։ Տիկին Մակարյան, ձեզ լսելով հիշեցի մի քանի դեպքեր, երբ մայրը հենց նշում էր, որ ամուսնու բացակայության ընթացքում, իսկ որպես կանոն մեր իրականության մեջ դա բավական երկար է լինում, ինքը երեխային բերում է իր մոտ քնեցնելու, կարծես թե դրանով փոխարինում է ամուսնու բացակայությունը էմոցիոնալ առումով։ Ես կուզենայի ձեր կարծիքը իմանալ, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ երեխայի, մասնավորապես հետագա զարգացման վրա։ Այստեղ շատ տարբեր ուրեմն բաղադրիչներին կարող ենք անդրադառնալ։ Առաջինը այն, որ այդ սեպարացիայի գործընթացը կարող է խոչընդոտվել եւ այդպես էլ տեղի չունենալ։ Եվ մյուս կարևոր բանը, որ կարծես թե ծնողի չստացված կյանքի համար երեխան դառնում է ակամա պատասխանատու։ Այսինքն երեխան իր վրա է վերցնում այն բոլոր գործառույթները ծնողի կյանքում հուզական գործառույթները, որոնք իրենով պետք է բավարարվեն։ Եվ դա անշուշտ երեխայի կամ ապագա մեծահասակի կյանքի ռեալիզացիայի, ինքնահաստատման, ինքնակայացման ճանապարհին լուրջ կխոչընդոտի եւ նաեւ հետագա ամուսնական հարաբերությունների կառուցման գործընթացին, որովհետեւ թվում է, որ այլևս եթե ես չեմ կիսում այդ տարածքը իմ ծնողի հետ, ես նրան մենակ եմ թողնում, ես նրան պատժում եմ, ես նրանից հեռանում եմ։ Մեր մասնագիտական տեսակետից մենք միշտ հորդորում ենք, որ դա չկրի տևական բնույթ, որովհետև հետո դուք էլ երևի նկատած կլինեք, նմանատիպ տևական պրոցեսները կարող են բերել երեխայի մոտ հոգեսեռական հապաղումների, տարբեր տեսակի հոգեսեռական խնդիրների, անառողջ կապվածության եւ կախյալության, հատկապես մորից, որը հետագայում բազմաթիվ խնդիրներ է ստեղծում դեռահաս շրջանում, հասուն շրջանում, դժվարությամբ են հետո հարաբերություններ հաստատում, դժվարությամբ են մտնում հարաբերությունների մեջ, ամուսնական կյանքում են մի շարք խնդիրներ ունենում, որովհետեւ այդ կապը, որը մայրը ընտելացրել էր փոքր հասակից հոր բացակայության ընթացքում, չի փոխարինվում։ Իհարկե, չի այլ նշանակալի կապով։ Ձեր օրինակի հիմքում հիմնականում ընկած է հենց այն, որ ծնողը թերևս անգիտակցաբար է, այդ բոլոր մղումները երեխային իր տարածքում կամ դեռահասին հուսանք որ այդպես չի լինում, իր տարածքում պահելը չգիտակցված է ծնողի կողմից, հետևաբար շատ կարևոր կլինի, որ ծնողը ունենա որոշակի հոգեսեռական գրագիտություն, տեղեկացվածություն, թե ինչի կարող են հանգեցնել, որովհետև եթե դա արվում է չգիտակցված եւ եթե դա արվում է երեխայի լավագույն շահից ելնելով, ապա դա չի կարող այլ կերպ լինել, մինչև ծնողը չունենա համապատասխան գրագիտություն եւ տեղեկացվածություն այս առումով։ Եվ կարծում եմ այսօր հասարակությունը, զանգվածային լրատվամիջոցները, ֆիլմերը եւ հաղորդաշարերը փորձում են այդ գրագիտության ֆունկցիան, իրականացնել։ Ապահովել։ Այո։ Երեխայի ծնունդից հետո ծնողները հաճախ ասում են, որ մենք այլևս ամուսնական զույգ չենք, մենք պապա-մամա ենք։ Ինչքանով է ընդհանրապես երեխայի ծնունդը եւ ննջասենյակում լինելը, քնելը ազդում զույգի հարաբերությունների վրա,
կամ գուցե սպանում իրենց ռոմանտիկ շփումը։ Մենք այս պարագայում երևի թե չենք կարողանա միանշանակ ինչ-որ բաներ ասել, բայց դրա հիմքում տարբեր էլի գործոններ կարող են լինել, այսինքն հարաբերությունները որպես այդպիսին կայուն չեն եղել կամ հարաբերությունները հարթ չեն եղել եւ երեխայի ծնունդը կարծես թե դարձել է պատճառ այդ հարաբերությունների դադարեցմանը, բայց մենք հասկանում ենք, որ բոլոր տեսակի հարաբերությունների հիմքում կան սահմաններ եւ եթե ծնողները կամ մոդելավորում են, որ ամուսնական հարաբերությունները առանձնանում են, հա, ծնող-երեխա հարաբերություններից եւ առանձնանում են հենց այդ ինտիմ հարաբերություններ լինելով, հետեւաբար իրենց սահմաններով, երեխան կարծես թե կարողանում է այդ սահմանները հետագայում մեծանալով հանդերձ տեսնել, որ բացի մամա-պապայից նրանք նաեւ զույգեր են, ամուսիններ են եւ կան տարածքներ, որը որ երեխաներին չի վերաբերվում։ Եվ դրանով ծնողները պահպանելով իրենց ինտիմ հարաբերությունների տարածքը կարողանում են երեխային նաև սովորեցնել, որ դու էլ ունես քո անձնային տարածքը եւ մենք էլ չենք կարող ներթափանցել այդ տարածքը։ Իհարկե, այստեղ էլի պիտի կրկնեմ, խոսքը ֆիզիկական տարածքի մասին չէ, խոսքը այդ շատ անձնային եւ ինտիմ հարաբերությունների տարածքի մասին է։ Եվ սա նաև ուղեցույց է երեխային հետագայում ճիշտ հարաբերությունների կառուցման համար եւ դիմացինի սահմանները ճանաչելու համար, որովհետեւ էլի անկողինը դա միայն ֆիզիկական տարածք չէ, անկողինը դա հարաբերությունների եւ անձնային սահմանների տարածք է, որը եթե ծնողները ընդգծում են եւ շեշտադրում են, դա ակամայից ընկալվում է հենց այդպես երեխայի կողմից։ Երեխայի հայտնվելուց հետո հիշեն դեպքերը, երբ հայրերը կարծես թե անտեսված են զգում անկողնում, լռում են շատ հաճախ, ստիպված երբեմն գնում են այլ ննջասենյակ եւ որոշ ժամանակ այնտեղ են քնում, ինչպես պետք է ճիշտ կազմակերպել այս ժամանակահատվածը, որպեսզի նախ կնոջ չվիրավորի իր բացակայությամբ կամ գուցե թվացial անտարբերությամբ եւ ճիշտ դրսեւորի իրեն որպես հայր եւ որպես ամուսին։ Դժվար է միանշանակ ցուցումներ տալ այս պարագայում, բայց երեխայի ծնունդը ընտանիքում համարվում է ճգնաժամային փուլերից մեկը եւ երբ ենք ասում ճգնաժամ, երբ որ նախկինում գործող վարքի մոդելները դադարել են այլևս աշխատել նոր իրավիճակում, որովհետեւ ընտանիքում երեխա է հայտնվել։ Եվ այս պարագայում ծնողների գրագիտությունը, գիտակցվածությունը երևույթի մասին եւ ամուսինների, հա, ավելի ճիշտ ձևակերպելով ասեմ, եւ կարծում եմ, եթե ամուսնական հարաբերություններում կա երկխոսության առկայություն, սեփական սպասելիքների եւ խնդիրների մասին բաց քննարկում, ապա թե ինչպես դա կազմակերպել, դա կբխի նրանցից յուրաքանչյուրից, որովհետեւ երբ որ մենք ասում ենք հարաբերություն, բնականաբար չենք դիտարկում այստեղ մեկի գործառույթը, հարաբերությունը միշտ երկուսի մասին է։ Տիկին Մակարյան, որոշակի տարիքից սկսվում է հոգեսեռական զարգացումը, թե չասենք հենց ծնված պահից արդեն իսկ սկսվում է, հետո անցնում է իր համապատասխան փուլերը։ Գալիս է մի ժամանակահատված, երբ երեխան փորձում է հասկանալ սեռային տարբերակումը, ոչ միայն հասկանալ, այլ նաև իրեն դասել համապատասխան սեռին, որն էլ հենց հոգեսեռական զարգացման կարևորագույն փուլերից մեկն է։ Բայց կա մի զգայուն շրջան, որը հենց այս շրջանն է, երբ երեխան քնում է նույն սենյակում եւ սկսում է ինքն իրեն բացահայտել եւ ծնողների հատկապես սեռական վարքը շատ բախտորոշիչ նշանակություն կարող է ունենալ երեխայի հետագա զարգացման վրա։ Հոգեբանական տեսակետից հատկապես ինչին պետք է ուշադրություն դարձնեն ծնողները։ Սենյակում քնելուն, մերկ վիճակին, սեռական հարաբերություններ ունենալուն, շատ դեպքերում լսում ես կարծիք, որ ասում է ինչ կա, որ թող բնական է, թող թեկուզ տեսնի ծնողների մերկ կամ կիսամերկ վիճակը, դրա մեջ ոչինչ չկա։ Ոմանք նույնիսկ կարծիք են հնչում, որ բնական են համարում սեռական հարաբերությունները սենյակում, որտեղ քնած է երեխան։ Այնուամենայնիվ, ինչ է ասում ժամանակակից հոգեբանությունը։
Տեսեք, շատ բացարձակ հետազոտություններ, հա, որոնք կարող են վկայել, թե ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ կամ որոնք են այդ հետևանքները կարող ենք ասել, բայց ծայրահեղացնել, որ մեկ անգամյա ականատես լինելը կամ ականջալուր լինելը այս երևույթին պետք է տրավմատիզացնի երեխային, թերևս դա կարող է լինել հնչել որպես ծայրահեղություն։ Սովորաբար երեխան ընկալում է տեղի ունեցած երևույթը պայմանավորված իր եւ հոգեսեռական հասունությամբ եւ իր նաեւ ճանաչողական զարգացվածության մակարդակում։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք մինչեւ 3 կամ 3-ից 5 տարեկան նախադպրոցական տարիքի երեխայի մասին, շատ բաներ են, ինչ որ երեխայի համար տեսածի եւ լսածի միջև անսովոր է, երեխան փորձում է դրա պատասխանները գտնել իր երևակայությամբ եւ միշտ չէ, որ երեխան կարողանում է տեսնել եւ հասկանալ իրականում ինչ է տեղի ունենում եւ հաճախ երեխաները, հատկապես մանկապարտեզում դաստիարակներն են դրա շուրջ շատ հետաքրքիր երեխաների մեկնաբանություններից խոսում, որ հաճախ երեխան դա կարող է ընկալել բռնություն ծնողներից մեկի հանդեպ, դա կարող է ընկալել որպես ծնողներից մեկի օգնության կանչը եւ ինչի դա կարող է հանգեցնել, որ տեղի ունեցածը կարող է երեխայի մոտ շատ տարբեր վախերի, գիշերային անքնության, մղձավանջերի, անհանգստության պատճառ հանդիսանալ, որովհետև չէ որ երեխան չգիտի եւ նաեւ շփոթության պատճառ հանդիսանալ, որովհետև երեխան չի կարողանում մեկնաբանել այն, ինչ որ տեղի է ունենում։ Եվ այստեղ, երբ որ ծնողը բացահայտել է, որ ինչ որ մի բան այնպես չի եղել եւ երեխան դա նկատել է, շատ կարեւոր է, որպեսզի ծնողի առողջ մեկնաբանությունը լինի տեղի ունեցածի հանդեպ։ Այլապես երեխան փորձում է դա լրացնել ամենատարբեր իր երևակայական մեկնաբանություններով, որոնք կարող են նաև աղճատված պատկերացումներ, համոզմունքներ ձևավորել սիրո, ծնողական, ամուսնական հարաբերությունների արդեն ավելի ուշ տարիքում, եթե դրա մասին ենք խոսում, դրա մասին։ Եվ մյուս վտանգը կայանում է նրանում, որ հաճախ վաղաժամ հետաքրքրվածությունը սեռական պրոցեսների, հարաբերությունների մասին, դա կարող է ուղղակի ոնց որ երեխայի վաղաժամ սեքսուալիզացիայի, հա, այսպես ասած պատճառ հանդիսանալ, որովհետև մենք գիտենք, որ ցանկացած ինֆորմացիա երեխային պետք է հասանելի լինի, երբ որ ինքը պատրաստ է, եւ ցանկացած փորձառություն երեխայի համար պետք է համապատասխան լինի երեխայի հոգեբանական հասունությանը եւ ֆիզիկական տարիքին։ Եվ երբ որ երեխան կարծես թե ականատես է լինում նման երևույթների, դա ոնց որ հնարավորինս շուտ առաջացնում է հետաքրքրվածություն երևույթի հանդեպ եւ որը երեխան կարող է պարպել շատ հաճախ ոչ առողջ ձևերով, կրկնօրինակելով, տարբեր խաղեր ստեղծելով եւ իհարկե դրանք երևույթներ են, որոնցով կարծես թե երեխան փորձում է որոշակիացնել եւ հասկանալ այն ամեն ինչ, որ ինչի ականատես է եղել։ Եվ այստեղ կուզենայի նշել նաև այն, որ շատ դեպքերում, երբ ծնողները դրան պատշաճ ուշադրություն չեն դարձնում կամ համարում են, որ դա շատ նորմալ է, իհարկե կարևոր է նաև չափը եւ ժամանակահատվածը, թե ինչքանով դա համարենք նորմալ, որովհետեւ մեր պրակտիկան հուշում է, վստահ եմ երևի դուք եք ունեցել նման դեպքեր, որ տևական ժամանակ նույնատիպ ազդակի գործածումը, կիրառումը հետագայում բերում է համապատասխան վարքային խնդիրների։ Մասնավորապես երեխայի դիտելը, ծնողների սեռական հարաբերությունը կարող է, ինչպես դուք նշեցիք, նախ սխալ ընկալվել եւ հետագայում քիչ չեն դեպքերը եւ երբ կարող է դա բերել սեռական վարքային շեղումների, մասնավորապես այնպիսի մի շեղման, որը կոչվում է վուայերիզմ, այսինքն սեռական շեղում, երբ անձը իր սեռական բավարարությունը ստանում է բացարձակապես միայն այլոց հարաբերությունները դիտելով կամ գրգռվում է այլոց մերկանալու պահին։ Եվ դրա պատճառները հիմնական գալիս են մանկությունից, երբ երեխային անընդհատ, այսպես ասած, հրամցրել են այդ տեսարանը, համարելով կամ բացատրելով, որ դա նորմալ է։ Իրականում իհարկե մենք պետք է նաև առիթ օգտագործենք եւ զգոնության կոչ հնչեցնենք այդ ծնողներին, որպեսզի ուշիմ լինեն նման հարցում եւ հասկանան, որ ամեն ինչ չէ, որ
բնական կոչելով կարող ենք լավ ավարտ ունենալ, հակառակը մենք կարող ենք նման ձևով լրջորեն վնասել, հետագայում հանգեցնելով բազմաթիվ հոգեբանական ու սեռական խնդիրների։ Այո, եւ դա նաեւ կարող է անդրադառնալ ծնողների հանդեպ վերաբերմունքի, որովհետեւ շատ դեռահասներ խոսում են նրա մասին, որ դա առաջացնում է խորը հիասթափություն ծնողների հանդեպ։ Եվ երբեմն դա կարող է նաեւ առաջացնել չգիտակցված վերահսկողություն ծնողների հանդեպ, օրինակ ուշադիր լինել, քնել նրանց միջև, այսինքն խոչընդոտել կամ վերահսկել, այսինքն ցանկացած արդեն ոչ բնական վարքագիծ մենք կարող ենք որպես խնդիր եւ այն ինչ որ կարող է լինել տևական բնականաբար կարող է խոչընդոտել երեխայի բնական սեռական հասունացման գործընթացին եւ դա արդեն դիտում ենք որպես ոչ առողջ երևույթ եւ նորից պիտի կրկնեմ որ տեղեկացվածությունը եւ փորձառությունը որը չի համապատասխանում երեխայի ֆիզիկական զարգացմանը եւ հոգեցեռական զարգացման աստիճանին դա այո կարող է լինել վնասող Եվ շատ հաճախ հենց հոգեզարական զարգացման խնդիրների բերումով տղամարդկանց մոտ առաջանում են բավականին արմատացած ու երկար ժամանակ նաև չբուժվող կամ դժվար բուժվող սեռական խնդիրներ, նույն պոտենցիայի խանգարումը, որ այս դեպքում կրում է բացարձակապես հոգեբանական բնույթ, գալիս է մանկությունից, սեռական դաստիարակության կոպտագույն սխալներից եւ ոչ ճիշտ համոզմունքներից սեռական հարաբերությունների եւ ամուսնական հարաբերությունների մասին Ինչպես պարզ դարձավ քննարկումից, հետագա խնդիրները բազմաթիվ են, այդ թվում հատկապես սեռական խնդիրները։ Եթե ժամանակին ուշադրություն չդարձնենք, թե ինչպիսի բարդություններ կարող են առաջանալ, ապա սեռական խնդիրները անխուսափելի են։ Խոսքը հատկապես տղամարդկանց սեռական խնդիրների մասին է։ Մասնավորապես, իհարկե, այս դեպքում կարող են առաջանալ պոտենցիայի խանգարումներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են խորանալ եւ տղամարդու սեռական կյանքը ամբողջովին ձախողել։ Սակայն իհարկե սա լուծելի է եւ լուծման հարցում իր յուրահատուկ օգնությունը կարող է ցուցաբերել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է բուժման ամենօրյա օգտագործման պարագայում, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերության ժամանակ։ Ի տարբերություն նախորդ սերնդի սեռախթանիչների, Տադաֆորտը տարբերվում է եւ իր ազդեցությունը ցուցաբերում է բուժման հենց սկզբնական ժամանակահատվածում։ Սա շատ կարեւոր առանձնահատկություն է, քանի որ շատ տղամարդիկ ձգտում են եւ ցանկանում իրենց սեռական ֆունկցիան կարգավորել բավականին շուտ։ Ինչու՞, որովհետեւ զուգընկերուհին անհամբեր սպասում է, թե երբ է իր սիրեցյալը ընտիր սեռական մարզավիճակում գալու եւ անկողնում ցուցաբերելու հրավառություններ եւ դրանով բավարարելու զուգընկերուհու սեռական ցանկությունները։ Տադաֆորտը նաեւ ունի բավականին կայուն ազդեցություն։ Օրինակ, եթե օգտագործում է 20 միլիգրամը, ապա իր ազդեցությունը Տադաֆորտը պահպանում է գրեթե 36 ժամ։ Սա նշանակում է, որ դեղամիջոցը օգտագործելուց հետո տղամարդը կարող է ունենալ կրկնակի, եռակի սեռական հարաբերություններ 36 ժամվա ընթացքում առանց ավելորդ դեղը օգտագործելու։ Իհարկե, դեղամիջոցը ունի կողմնակի էֆեկտներ, որոնց մասին բուժող բժիշկը պարտադիր պետք է իրազեկի։ Հայսամի մյուս դեղամիջոցը դապոքսետինն է, որը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար եւ նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Կախված խնդրի վաղեմությունից ու բարդությունից, բժիշկը ինքն է ընտրում, թե որ դոզավորումը պետք է նշանակի։ Այս դեղամիջոցն էլ նպաստում է, որպեսզի սեռական հաճույքը ավելի երկար տևի, որը նույնպես շատ կարևոր է զուգընկերուհուն լիարժեք հաճույք պատճառելու եւ բավարարելու նպատակով։ Չէ՞ որ զուգընկերուհին անհամբեր սպասում է, թե իր սիրեցյալը երբ է գալու եւ անկողնում օրգաստիկ հրավառություններ իրեն պարգևելու առումով նույնպես սեռական բավարարվածության հասցնելու։ Տիկին Մակարյան, մի կարևոր հարցի շուրջ կուզեմ խոսենք, որը վստահ եմ շատերին է անհանգստացնում։ Երեխան քնում է նույն սենյակում։ Ծնողները լսեցին մեր հաղորդումը եւ որոշեցին, որ պետք է առանձնացնել երեխային, ասենք 5 տարեկան է, որոշել են առանձնացնել, բայց բախվում են մի այլ խնդրի՝ երեխայի ռեակցիան։ Ստրես, հիստերիա, լաց, կոց, գալ գիշերը
դուրը թակել կամ խնդրել, որ լավ վերջին գիշերը գամ ձեր մոտ քնեմ, հետո նորից կառանձնանամ, առանձին կքնեմ եւ այլն, ծանոթ տեսարաններ են։ Ինչ անի ծնողը, որոնք են այն քայլերը, որոնք պետք է ծնողը մինչև այդ գուցե անի, նախապատրաստի, որպեսզի հնարավորինս խուսափի այդ տեսարաններից։ Կարևոր հարց է, որովհետև մենք չենք կարող ուղղակի կտրուկ երեխային առանձնացնել, այսինքն դա պահանջում է որոշակի նախապատրաստական աշխատանքներ, որոնք են այդ նախապատրաստական աշխատանքների, գործողությունների հաջորդականությունը։ Առաջինը ծնողը ինքը պետք է պատրաստ լինի, հուզականորեն, որովհետև երբ որ պայմանական, եթե մենք խոսում ենք առավել ևս 5 տարեկան երեխայի մասին, իհարկե դա արդեն ուշացած առանձնացման մասին է խոսքը գնում, բայց այստեղ կարևոր շեշտ պետք է լինի, որովհետև եթե երեխայի համար շահավետ է լինել փոքր եւ փոքրության հետ երեխայի վարքը, հա, եւ հուզական դրսևորումները իրականում պետք է ունենան որոշակի ռեգրեսիա, այս դեպքում մենք ինչ պետք է անենք։ Պետք է ընդգծենք եւ կարեւորենք երեխայի աչքերում մեծանալու շահավետությունը, այսինքն երեխային պետք է դա ձեռնտու լինի, որ ինքը արդեն մեծ է։ Մի որոշակի ժամանակահատված կարևոր է, որ ծնողները ընդգծեն, թե որքանով է երեխան մեծացել, բայց դա պետք է լինի բավականին օբյեկտիվ, որ գործողություններում, ինչերն է իր մոտ ստացվում, եւ եթե երբ որ փոքր էր, ինչքան բան կար նրա կյանքում, որ ինքը դեռ չէր կարող անել եւ չուներ այդ իրավունքը անելու եւ այդ կարողությունը անելու։ Այսինքն այս ամբողջ process-ը դառնում է շատ իմաստավորված, որ դու արդեն մեծ ես։ Իսկ երեխային ինչ որ մի օր ասել, որ դու մեկ գիշերում դու արդեն մեծացել ես եւ դու պարտավոր ես քնել առանձին, ինչպես կարող է դա անցալվել երեխայի կողմից, դա կարող է անցալվել որպես անտարբերություն, որպես սառնություն, որպես պատիժ, այսինքն ոչ առողջ հուզական դիրքորոշում կարող է ստեղծվել երեխայի հանդեպ եւ երեխայի կողմից դա այդպես ընկալվել, հետեւաբար այդ աստիճանականության գործոնը կարեւոր է։ Ընդգծում ենք իր մեծ լինելը երեխայի կյանքի տարբեր ոլորտներում, տարբեր իրավիճակներում երեխայի ուշադրությանը ցույց դնելով իր արդեն մեծ լինելը։ Հետո միասին ընտրում ենք այն տարածքը, որտեղ ինքը պետք է քնի, ընտրում ենք այդ անկողինը, ընտրում ենք մահճակալը, ընտրում ենք գիշերազգեստը, որ ինքը պետք է կրի, փորձում ենք խրախուսել ամեն ստացված սենյակում, այդ տարածքում ամեն ստացված քնի եւ արթնացման process-ը, պատմում ենք բարեկամներին, որ դա իր մոտ ստացվել է, այսինքն ինչ է ստացվում, որ դա դառնում է երեխայի համար տոն եւ ոչ թե դա դառնում է երեխայի համար սպառնալիք կամ պատիժ, որովհետեւ նաեւ ծնողներ իրենց խոսքում հաճախ շեշտում են, այ եթե դու այդպես պահեցքես, դու այսօր մենակ ես քնելու քո սենյակում, այսինքն երեխային առանձնացնելը ընկալվում է որպես նրան մերժելու եւ այլևս նրա կողքին չլինելու իրավիճակ եւ դա ինչ է լինում, ստեղծում է խորը անվտանգության եւ անապահովության զգացում։ Կարևորագույն նվերները երեխայի համար, ելի պետք է նշեմ այս կյանքում, նրա հանդեպ առողջ կապվածությունն է, որը կձևավորի անվտանգ եւ ապահով մանկություն։ Եվ կուզենայի վերադառնանք այն հարցին, երբ քննարկում էինք, թե ինչ է կատարվում, երբ երեխան նկատում է ծնողների սեռական հարաբերությունը։ Ինչ պետք է անի ծնողը։ Դուք նշեցիք, որ պետք է խոսի կամ բացատրի։ Կարող եք կարճ մի քանի խորհուրդներ տալ, որովհետև վստահ եմ դա շատերին է մտահոգում։ Այստեղ շատ կարևոր է հաշվի առնել, թե քանի տարեկան է երեխան, որովհետև ծնողը չի կարող ինչ-որ լուրջ արդարացումներ եւ մեկնաբանություններ անել, որոնք երեխայի տարիքի շատերն ասում են պետք է ուշադրությունը շեղի կամ ընդհանրապես հարցին չանդրադառնա, օրինակ եթե դա 3 տարեկան երեխան է, որը արթնացել է այդ պահին եւ հետո հարցնում է թե ինչ էին անում ծնողները, ինչպես պահի իրեն ծնողը նման դեպքում։ Տեսեք, եթե դա 3 իրականում այս հարցը շատ դժվար է կոնկրետ պատասխաններ հարցին տալ, բայց ամեն դեպքում ցանկացած դիալոգ երեխայի հետ պետք է բխի երեխայի զարգացման եւ հասունության աստիճանից, որովհետեւ երբ որ մենք երեխային տալիս ենք հարցերի թվացial հարցերի այնպիսի պատասխաններ, որոնց չափաբաժինը շատ մեծ է երեխայի հասունության աստիճանին, իմացական հասունության աստիճանին, հետեւաբար դա կարող է շատ խնդրահարույց լինել, այսինքն մենք
արհեստականորեն երեխայի մոտ կարող ենք հետաքրքրություն առաջացնել մի այլ երևույթի հանդեպ, որի մասին երեխան չէր էլ մտածում։ Այստեղ պետք է շատ զգոն եւ զգուշավոր լինել, որովհետեւ միգուցե այն ինչ որ երեխան տեսավ, հեչ էլ այն չէր, ինչ մտածում է ծնողը։ Դրա համար այստեղ որպեսզի մենք ավելի զգուշ լինենք, շատ կարեւոր է ավելի շատ հետևենք երեխայի արձագանքին, ինչ է հարցնում երեխան տեսածի, լսածի հետ կապված, ինչպիսի հարցադրումներ է անում եւ այդ ժամանակ միգուցե մենք կարող ենք ասել իսկ ինչը քեզ անհանգստացրեց, իսկ ինչ կատարվեց, այսինքն միայն այն թե ինչը երեխայի ուշադրությունը գրավեց, մենք կարող ենք հարցին անդրադառնալ դրա շրջանակներում, որովհետեւ ելի եմ ասում, այստեղ շատ մեծ է թյուրիմացությունը, որ մենք կարող ենք երեխային տալ ինֆորմացիայի այնպիսի չափաբաժին, որին երեխան պատրաստ չէ։ Հետևաբար բխենք երեխայի անպայման հասունության, տարիքային եւ հոգեբանական հասունության եւ նաեւ իմացական հասունության աստիճանից եւ դրան առընթեր կձևակերպենք մեր պատասխանը։ Սովորաբար պատասխանը, եթե շատ ընդհանրացված ասենք, դա այն է, որ ծնող մեծերը եւ ամուսինները ունեն իր միմյանց հետ շփվելու շատ տարբեր ձևեր, հա, եւ դա սիրելու ձևերից մեկն է, որը վերաբերվում է միայն մամային ու պապային։ Տիկին Մակարյան, թեման անսպառ է, հարցերը շատ են, բայց ժամանակը ցավոք սուղ է։ Ես վստահ եմ այս թողարկումը շատ շատերին կօգնի գտնել իրենց ուզող հարցերի պատասխանները եւ իհարկե եթե միջև հիմա մտածում էին թե որն է ճիշտը եւ ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերեն, ապա այս թողարկումը դիտելուց հետո կստանան իրենց ուզող հարցերի պատասխանները։ Շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար։ Շնորհակալ եմ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ հարցեր ուղարկելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցը։ Բարև ձեզ, 29 տարեկան եմ, շատ հաճախ եմ ունենում ցիստիտ եւ միզուղիների բորբոքումներ։ Վախենում եմ սեռական հարաբերությունից, որովհետեւ դրանից հետո ցավերն ու գանգատները հաճախ նորից սկսվում են։ Արդյունքում նաեւ սեռական ցանկությունս է նվազել։ Սա նորմալ է եւ հնարավոր է բուժել ոչ միայն բորբոքումը, այլև վերականգնել սեռական կյանքը։ Հաճախակի կրկնվող ցիստիտը եւ նաեւ սեռական խնդիրները շատ հաճախ իրար զուգակցող, իրար հետ հանդես եկող եւ միևնույն ժամանակ նաեւ շատ անհանգստացնող խնդիրներ են։ Թե որն է սկզբում սկսում, դա այդքան էլ էական չէ, որովհետեւ որպես կանոն մեկի սկսելը բերում է հետո մյուսի առաջացմանը։ Որպես կանոն բորբոքումն է բերում սեռական ֆունկցիայի նվազմանը եւ շատ հաճախ մենք պրակտիկայում նկատում ենք, որ պացիենտները, որոնք բաց են թողել օրինակ ցիստիտի բուժումը կամ ականջի հետև են գցել, նշում են նաև ժամանակի ընթացքում սեռական գանգատներ, եւ սա պատահական չէ։ Ինչու՞, բորբոքման ժամանակ, երբ որ միզուղիները արդեն սկսում են անհանգստացնել ցիստիտի տեսքով, ժամանակին չբուժելու պարագայում տուժում է նաև անոթային հունը, խախտվում է արյան շրջանառությունը, որը կարող է բերել պոտենցիայի խանգարման։ Սեռական ցանկությունը ինչու է տուժում, որովհետև ցավը, դիսկոմֆորտը, անհանգստությունը տղամարդու մոտ հոգեբանորեն սկսում են արդեն ներազդել եւ բերել տեստոստերոնի նվազման։ Եվ իսկապես, երբ որ մենք անց ենք կացնում համալիր հետազոտություն, պարզվում է, որ բորբոքմանը զուգահեռ նման պացիենտների մոտ կա տեստոստերոնի նվազում, արտահայտված պոտենցիայի խանգարում, անոթային հունի խանգարում եւ այդ ամենը ժամանակի ընթացքում արդեն բերում է այն գանգատների, որոնց մասին դուք հարգելի նամակագիր նշում եք։ Լուծելի է խնդիրը, իհարկե լուծելի է։ Ինչ ենք անում։ Անց եք կացնում սեքսոլոգիական խորհրդատվություն, զննում, նշանակում համապատասխան անալիզներ եւ պարզելուց հետո թե ինչի հետ գործ ունենք, այսինքն սեռավարակ կա թե ոչ, շագանակագեղձը բորբոքված է թե ոչ, միզուղիները ինչ վիճակում են, կատարում ենք հակաբորբոքային բուժում, որպեսզի վերացնենք բորբոքումը, որովհետև եթե չվերացնես բորբոքումը, չես կարող շտկել սեռականը։ Սա պարզ կանոն է։ Բնականաբար հակաբորբոքային բուժման ժամանակ նշանակում ենք հակաբորբոքային դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, դրանք շատ են, դրանց հիմա ես չեմ անդրադառնա, դա ընտրում է բժիշկը ելնելով անալիզների արդյունքներից։
Հակաբիոտիկների հետ զուգահեռաբար նաև նշանակվում են միզուղիների վիճակը կարգավորող բուսական հավելումներ։ Դրանցից մեկը օրինակ մեր հաղորդման գործընկեր Alpen Pharma-ի Uriinosa Prolong բուսական հավելումն է։ Այս նորարարական միջոցը միավորել է բնության եւ գիտության ուժը։ Բնական բաղադրիչները, այդ թվում շատերիդ հայտնի լորամրգի էքստրակտը, ստեղծում են անտեսանելի պաշտպանություն ձեր միզուղիներում։ Դրանք պարզապես վանում են բակտերիաները, կանխելով բորբոքումն ու սրացումները։ Իսկ ամենակարևորը սա երկարատև ազդեցության միջոց է։ Խմելով այն ընդամենը մեկ անգամ դուք ստանում եք կայուն պաշտպանություն ամբողջ 24 ժամվա ընթացքում։ Uriinosa Uroprolong-ը արդյունավետ օգնական է հաճախակի ինֆեկցիաների ժամանակ եւ հիանալի լրացում հակաբիոտիկներով բուժման կուրսի դեպքում։ Այն թեթևացնում է ցավը եւ ունի մեղմ միզամուղ ազդեցություն։ Իսկ ամենակարևորն այն է, որ նվազեցնում է հակաբիոտիկների հաճախակի կիրառումը։ Ընդունեք օրական 1 սաշե երեկոյան 1 բաժակ ջրով միզապարկը դատարկելուց հետո եւ ձեր գիշերն ու հաջորդ օրը կլինեն անհոգ։ Uriinosa Uroprolong ապրիր առանց ցավի։ Ձեր բնական վահանը ընդդեմ ինֆեկցիաների։ Հակաբորբոքային բուժումը իրականացնելուց հետո բժիշկը նշանակում է կրկնակի անալիզներ պարզելու ինչպես է ընթացել բուժումը։ Եթե բորբոքումը վերացել է, այսինքն դուք պետք է նկատեք ցիստիտ չկա, նորմալ միզում եք, որևէ գանգատ չկա, ցավեր չկան, ուրեմն առաջին փուլը բարեհաջող ավարտվել է եւ կարող ենք անցնել բուժման հաջորդ փուլին, սեռախթանիչ փուլին։ Այս դեպքում արդեն բժիշկ սեքսապաթոլոգը նշանակում է, ինչպես ես նշեցի, անհրաժեշտ սեռախթանիչները սեռական ֆունկցիան կարգավորելու համար։ Դրանք տարբեր են, դրանց մասին մենք շատ ենք խոսել, լինում են թե բուսական, թե օրգանական ծագման, եւ դա արդեն ընտրում է բժիշկը, ելնելով խնդրի վաղեմությունից եւ բարդության աստիճանից։ Այնուամենայնիվ, խնդիրը լուծելի է, անհոգ եղեք, պարզապես պետք է դիմել բժշկի, անցնել անհրաժեշտ հետազոտություններ եւ բուժել։ Ու կարճ ժամանակ անց ձեր սեռական առողջությունը կսկսի ձեզ երջանկացնել։ Եղեք առողջ։ Եվս մի գիշերային զրույց ավարտվեց։ Վստահ եմ այն հետաքրքիր էր եւ օգտակար։ Գտեք մեզ համացանցում, տարածեք մեր տեսանյութերը, թողեք մեկնաբանություններ, մոռացա, գրեք ձեր հարցերը, մենք շատ արագ դրանց կպատասխանենք։ Մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Մեր գիշերային զրույցների ընթացքում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Մինչ հաջորդ գիշեր։